Ընտրությունները ամբողջությամբ անցել են Կեղծիքի մթնոլորտում, նախընտրական շրջանում, բուն ընտրությունների օրը այդ կեղծիքները շարունակվել են նաև հետընտրական շրջանում, այդ թվում նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի խայտառակ որոշումը, որը օրը ցերեկով, չէ, երեկոյան գողացավ Բարգավաճ Հայաստանի 60,000 քվեն մեկ ստորագրությամբ։ Երբ մարդիկ կեղծիքները շարժվում են, երբ որ ընդդիմությունը որոշի, կազմակերպի ու դուրս գա։ Այդ առումով գնում են, որտեղ Սամվել Կարապետյանն էր խոսել ընդդիմությանը միասնական հանդես գալու այդ քննարկումներ տեղի ունենում են։ Այո, ես այսպես ասեմ, Հայլակ ջան, միայն խորհրդարանական գործիքով հաջողության հասնել հնարավոր չի։ Եթե մենք գնանք խորհրդարան, այդ 5 տարվա մեջ պետք է նկատած լինեիք, որ մենք չենք գնացել նստել մնացել խորհրդարանում, առնվազն 5 տարվա մեջ 3 հատ խոշոր շարժում է գեներացվել եւ փորձ արվել այս իշխանությունը հեռացնել։ Այդ հարցը տվեք նրանց, ովքեր այս 5 տարվա մեջ ոչինչ չեն արել, այդ հարցը ինձ մի տվեք։ Լիքը մարդիկ որոշ ճանաչում են։ Ես 3 անգամ փորձել եմ։ 3 անգամ։ Առնվազն փողոցով Նիկոլին հեռացնել։ Հանենչի մենակ հետևաբար, ահա, դե ով չի արել, լավ են արել ու շնորհակալ եմ ու ճիշտ են արել ու հալալա որ եկել են ու եսի տարբերություն շատերի գնահատում եմ ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու, այդ թվում առավել եւս քաղաքական ուժերի մասնակցություն։ Ում եք ակնարկում։ Լավ գիտեք անում։ Պարոն բիզնես լավ գիտես, ցավը տանում։ Հիմա փոփոխային պայքար նախատեսվում է, թե արդյունքները ՍԴ-ի չբավարարեն։ Ամեն դեպքում տարբեր սցենարներ քննարկվում են ու նաև կա խորեն հասկացությունը եւ գիտակցությունը, որ պետքա փողոց դուրս գալ առավելագույնը կազմակերպված, որպեսզի հաջողությունը լինի անխուսափելի։ Այսինքն փողոց դուրս գալու համար դա ճիշտ չեն գալու։ Ազատելն հավատում եք, որ կարող է իշխանությունը փոփոխվել ընտրությունների միջոցով հաշվառվելով նաև վերջին ընտրությունները։ Առնվազն այս պարագայում իշխանությունը ամեն ինչ արեց վերարտադրվելու համար։ Հաջորդ ընտրությունը, եթե սրանք մնան 5 տարի հետո, մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել եւ 5 տարի սպասել, այսպես ասեմ։ Պարոն Սաղաթելյան, հեղափոխության տրամադրությունը այս պահին տեսնում եք, թե քաղաքական ուժերի մեջ թե ժողովրդի։ Գիտեք, մինչև ժողովրդին հասնելը այդ տրամադրությունը պետք է ստեղծեն ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Ու տեսնեն ժողովրդի կողմից այդ արձագանքը կա, թե չէ, դա փոխադարձ է, ընդդիմադիր ուժեր, ժողովուրդ պետք է աշխատել, կազմակերպել այդ մթնոլորտը ձևավորել։ Մի բան ակնհայտ է, որ ինչքան ուզում է, այսքան արտաքին խայտառակ միջամտության, հսկայական ընտրակեղծումների, պետական կաշառքի, ասենց լայնածավալ խախտումների պայմաններում գործող ուժը չկարողացավ ապահովել 50% քվ։ Հետևաբար ակնհայտ է, որ կա դժգոհություն։ Հիմա մեր քաղաքական ընդդիմադիր ուժերի խնդիրն է ճիշտ կազմակերպել այդ դժգոհությունը, ճիշտ պահի դուրս գալ եւ փորձել համաժողովրդական ընդգրկում շարժման միջոցով ժողովրդի կամքը թելադրել եւ հեռացնել այս իշխանությանը։ Հիմա եթե ինձանից ժամկետ հարցնեք, ասել չեմ կարող, որովհետեւ դա միայնակ կամ մեկ ուժի որոշելիք չի, պետք է դնենք, քննարկենք, կազմակերպենք ու այս իշխանության այս խայտառակ ռեպրեսիաները ընդդիմության նկատմամբ պայմանավորված են դրանով, որպեսզի մաքսիմում ընդդիմադիր ուժերին մեկուսացնեն, սահմանափակեն, որ հնարավոր փողոցային պայքարը կարողանան խոչընդոտել կամ թույլ չտալ։